Սակայն մեկ օր առաջ դեկտեմբերի 29-ին Երևանի կենտրոն վարչական տարածքում օրը ցերեկով որ ասում են թե համայնքային ոստիկաններն են լիքը, թե պարեկներն են լիքը, նշված ավտոմեքենան, Nissan Magnich-ի ավտոմեքենան, որը կայանված է եղել բանկերից մեկի հետնամասում, տերը մի պա դուրս է եկել ավտոմեքենայից գործով, հետո վերադարձել ու նկատել է, որ ավտոմեքենայի այս կողային ապակին կոտրված է ու հայտնաբերել է, որ ավտոմեքենայի միջից անհայտ անձը կամ անձիկ գողացել են պայուսակը, փասաթղթեր եւ այլ իրեր։ Պայուսակում եղել է 40 միլիոն դրամ, միանգամից տուժած քաղաքացին դիմել է իրավապահներին, ժամանել են դեպքի վայր, արձանագրել են դեպքը ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները, եթե չեմ սխալվում, ժամանել են նաև քրեական ոստիկանության Երևանի քրեական վարչության աշխատակիցները, ապա ահազանգով ժամանել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները։ Դեպքի փաստով առանձնապես խոշոր չափի գողություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, սակայն մինչև այսօր ոչ մի պատասխան դեռ չկա։ Տուժած քաղաքացին եւ նրա ընտանիքի անդամները 1-2 անգամ զրուցել են գործը քննող քննիչի հետ, ըստ իրենց քննիչը հայտնել է, որ գումարի գողությունը մեծ է, գումարի չափը մեծ է, կամ հետո նաեւ իդեպ մարդիկ հուշել են, ասել են, որ տեսախցիկներ կան եւ այդ տեսախցիկներով հաստատ հնարավոր է, որ կարողանան կարճ ժամանակում բացահայտել կատարողին կամ կատարողներին։ Իդեպ իմ տեղեկություններով նաեւ գործարարին մի քանի օր հետապնդել են ու անվադողի վրա, անվադողից արչեւի անվադողից դեպի հայլու վրա հատուկ երկաթայղ է, թե ինչ, արմատուրա, չէ, ինչ, կապել են անվադողին ու հայլուն, որ քշելուն, երևի հավանաբար, որ ընկնի ինքը չտայն այլ, որյան հետապնդում են։ Կենտրոնի որ տարածքում էր, որ փողոցում, բանկի հետևը որ փողոցն էր, Չարենցի փողոցում, ամենամարդաշատ փողոցներից մեկում, որտեղ որ միշտ շրջում են պարեկներ, համայնքային ոստիկաններ, բայց այն որ ասում է եղուն գունես գլուխդ քորի։ Հիմա ճիշտ ասած գործարարը եւ նրա ընտանիքի անդամները խնդրանքով դիմում են իրավապահներին, որպեսզի հայտնաբերեն ու հանցագործությունը բացահայտեն։ Իմացել եմ, որ գումարը մոտնա, ինքը դրամով ա եղել 40 միլիոնը, ասենք տարադրամ չի եղել էլի։ Տեսել է հայլին չկա, իջել է հետա գնացը, որ հայլին վեկալի, այդ ընթացքում ոնց է խփել մեջը թունք են տարել, չի իմացել։ Չէ, ուզում ասում այդ 40 միլիոնը դրամ ա եղել էլի, դոլար չի եղել, ռուսական չի։ Իմացել են, իմացող մարդ է դա։ Հեսա ապակի սաղ փշուրներն է։ Ես իմացող մարդ է 100%։ Իմացել է, որ ինքը բանկ է գնում, փող է վերցնում,